Վիվա բարեգործական հիմնադրամի ծննդյան տարեդարձը եւս մեկ առիթ է կարևոր գործ անելու ու մարդասիրության մասին խոսելու համար։ Մեկ օրում 50-ից ավելի դոնորներ արյուն հանձնեցին։ Հիմնադրամը պրոֆեսիոնալ բժշկական կազմի կամավորների հետ վերջին 2 տարում պարբերաբար որակյալ բուժծառայություններ է տանում սահմանամերձ գյուղեր։ Մենք պատմում ենք բոլորին, որ մարդիկ պետքա դառնան արյան դոնոր։ Անվճար, միշտ 2 ամիսը մեկ ամեն մեկը կարող հանձնի։ Մի թիվ եմ ասում ու շարունակում է մեր մյուս ծրագիրը։ 1 հոգին կարող է փրկել 3-ին։ Դա անվտանգ է, դա դաժե լավ է առողջության համար։ Դոնորությանը հաջորդեց առաջին օգնության դասընթացը, արտակարգ իրավիճակներում մարդկային կյանքեր փրկելու ուսուցումը։ Այն հիմնադրամը պարբերաբար է կազմակերպում։ Վիվա հիմնադրամը ստեղծվեց քառօրյա պատերազմի օրերին։ Արդեն 9 տարի է, ինչ բժշկական աջակցության ծրագրով բժիշկների եւ կամավորների շարժական խումբը հարյուրավոր գյուղեր է այցելում։ Սահմանամերձ գյուղերում մենք կոնսուլտացիա ենք անում մարդկանց, տարբեր կոմանդան 10 հոգուց կազմված տարբեր մասնագետներից։ Ընդունում ենք այդ հիվանդներին, նշանակումներ ենք իրանց անում, հետազոտում ենք իրանց ու հետո գյուղերում մնում է բուժքույր, որը միշտ կապի հետ լինում մեր բժիշկների հետ։ Ծրագրի հաջողելու գործում մեծ ներդրում ունի հիմնադրամի դեսպան ավտոարշավորդ Արթուր Գորոյանը։ Գնել ենք բժշկական մեքենաներ, որոնք հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով, դեղամիջոցների 1 տարվա պաշարով։ Աշխատանքի ենք ընդունել լավագույն բժիշկների, ովքեր հենց այդ մեքենայով Հայաստանի սահմանամերձ շրջաններում կսպասարկեն տեղացիներին, ովքեր չունեն բժշկական կենտրոններին հասանելիություն։ Սյունիքի սահմանամերձ Ծավ գյուղից էլ մեկնարկում է Վիվա հիմնադրամի նոր հեռաբժշկության նախագիծը։ Այստեղ բուժկետ բացվեց։ Ծրագրի նպատակն է բարձրորակ բուժծառայություններ մատուցել այն սահմանամերձ համայնքներում, որտեղ առողջապահական հաստատությունների ռեսուրսները սահմանափակ են կամ ընդհանրապես չկան։ Հեռաբժշկության կետեր կգործարկեն Սյունիքի Նորաշենիկ, Խնձորեսկ եւ Տեղ գյուղերում։ Հետաքրքիր աշխատանք է, ես իսկականից ինձ համար շատ կարևոր է, որ ես կարողանում եմ տենց Հայաստանում տարբեր գյուղերում տենց իրոք օգտակար լինել, ասենք այդ տենց վախտեքն եմ զգում, որ իմ սովորածը, իմ փորձը իրոք մարդկանց օգուտ է բերում։ Արդյունավետության նպատակով յուրաքանչյուր բուժկետում կաշխատի հերթապահ բուժքույր։ Նա համակարգված ընդունելություններ, նաև առցանց խորհրդատվություններ կանցկացնի։ Շնորհակալ ենք նման երևույթների համար, նման բաները թող հայցերությունները հաճախ լինեն, որ գյուղ ենք, սահմանամերձ գյուղ ենք, մեր ժողովրդին մեծ օգնություն է։ Նախատեսվում է սահմանամերձ շրջաններում հեռաբժշկության 7 կենտրոն բացել հագեցած առցանց խորհրդատվության, ախտորոշման եւ առողջության մոնիթորինգի սարքավորումներով։ Սիլվի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։